Արտահերթ ընտրություններն Հայաստանում բացառված չեն։ Այս մասին արդեն գրում են հայաստանյան լրատվամիջոցները, իսկ ինչը կարող է նման զարգացման պատճառ դառնալ։ Հետաքրքիր վերլուծություն է կատարել Golos Armenia լրատվականի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։ Ներկայացնեմ նրա հոդվածից մեկ հատված։ Ինչ գործոններ կարող են մղել, որպեսզի իշխող կուսակցությունը կայացնի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում։ Օրինակ, անհեթեթ գործն ընդդեմ Սամվել Կարապետյանի, որը ճաղերի հետևում է եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին իր ձևով մասնակցելու մտադրություն արտահայտելու համար։ Որևէ այլ մեղադրանք նրան կպցնել չի հաջողվում։ Նրա դեմ գործի անհեթեթության մասին արդեն սկսել է գրել նաև արևմտյան մամուլը։ Դեռ որքան է իշխանությունը պահելու նրան ճաղերի հետևում, բացահայտ ցուցադրելով իր ողորմելիությունը։ Կարապետյանի բանտարկված լինելը չի խանգարում նրա կողմնակիցներին ձևավորել նոր քաղաքական ուժ, եւ կարելի է չկասկածել, որ 2026-ի ամռանը այդ ուժը ձևավորված կլինի ու կդառնա Փաշինյանի գլխավոր մրցակիցներից մեկն ընտրություններում։ Հնարավոր է, որ Փաշինյանը որոշի չսպասել նման ուժի ձևավորմանը եւ անցկացնել ընտրություններ, քանի դեռ դրա առաջնորդը ճաղերի հետևում է։ Արտահերթ ընտրությունների գնալու Փաշինյանի որոշման համար կատալիզատոր կարող է դառնալ նաև հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արդեն մոտ կես տարի է, ինչ Փաշինյանը վարում է իր արշավն ընդդեմ կաթողիկոսի, եւ ինչ գտան երկու հոգեվորականի, որոնք պատրաստ են աջակցել Փաշինյանին։ Բա հետո հանրահավաքը չմիացնում։ Ենթադրենք, թե Փաշինյանը մոբիլիզացնելով ռեսուրսները հազարավոր, թեկուզ նույնիսկ տասնյակ հազարավոր մարդկանց հավաքի նման հանրահավաքի։ Հայաստանը շատ է տեսել մեծ հանրահավաքներ։ Կաթողիկոսի կողմնակիցները միշտ էլ կարող են կազմակերպել իրենց զանգվածային հանրահավաքը։ Երկու հանրահավաքները ելնելու են իրար դեմ։ Ինչ է անելու Նիկոլն իր հանրահավաքից հետո։ Գրոհելու է Գարեգին II կաթողիկոսի նստավայրը, որ վերջնականապես խայտարակվի, կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցելու, կարճելով որևէ արտահայտությունից, ոչ պակաս խայտարակություն։ Փաշինյանի համար խնդիրն այն է, որ կաթողիկոսի հրաժարականը կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանը չէ, այդ անձը Գարեգին II կաթողիկոսն է։ Եթե նա հրաժարական չտա, Փաշինյանը նրան տապալելու գործիքներ չունի։ Ես ընթերցեցի մեկ հատված Golos Armenia հրապարակումից։ Տեղեկացնեմ նաև, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ հայ եկեղեցու իր հերթական գրառմամբ է հանդես եկել աշխարհահռչակ իրավաբան եւ միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Իրավաբանը գրում է. Երբ Հայաստանում էի, իմ բոլոր հարցազրույցներում, հանդիպումներում հստակ հայտարարել եմ, որ Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է։ Մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի վերականգնենք արդարությունը եւ պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։